Մեր շրջակա միջավայրը մաքուր պահելը ոչ միայն պարտականություն է, այլև կյանքի կարևորագույն պայմաններից մեկը։ Ամեն օր մենք շնչում ենք այդ միջավայրի օդը, օգտագործում ենք նրա ջուրը և ապրում նրա մեջ։ Ուստի նրա մաքրությունը անմիջապես անդրադառնում է մեր առողջության վրա։ Մաքուր փողոցները, կանաչ տարածքները և խնամված բակերը ստեղծում են առողջ ու հաճելի կյանք։ Այդ հարցով ամենաշատ բանը ես եմ եղել, որովհետև այդ գետը իմ տանը մոտով է անցնում։ Գիտեք ինչ, չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորված ալլեին, թե ինչ-որ ասենք, շատ մարդը մեղադողություններ արել են, բայց գիտեք ինչ, դու ով ես կարող է ասի, ու եղել այդպես դեպ, պարկը ձերին ծիբիլով բանով կացեց կամուրջիշ, ասի չամնչեցիր, ամորջի այլ տես, մեկը դու մյուսը ինչ կդարնա, ախր չէ որ վերջով սա կուլտուրա պետք է էթիկա ունենանք, պես կողքերիս մանկապարտեզն է, երեխեք չան որ կեղդոդենք, մեր երեխաներն են դες սովորում գնում են, ափսոս է գետը ինչի կեղդոդենք, ինչի համար զիբիլի փառք ասում մեր ղեկավարությունը, մեր մունիցիպալիտետը այնքան արգներ բաներ է դարել, որ ամեն մի բանի վրա երևի մենակ մեր այդ ուլիցան այդ չայի կողքին ասեմ մի երևի 6-7 հատ դարած են։ Մեկ է սովորություն են արել, կողքին կարող է քացի կամ գետը քացի, բայց այդ զիբիլանոցի մեջ չեն տանի այդ բանը քացի։ Ես դրա համար շատ եմ իմիջիալից զայրացած, շատ էլ նեղադողություններ եմ արել։ Ես մի բան եմ խնդրելու, ես երևի բարձրանամ մի հատ մերիա եւ ասեմ, որ եթե ես բռնեցի, նեղարեցի, բերեմ տան, մի հատ լավ մենտ շտրաֆ եւ տելևիզիոնայով ցույց տանք, որ այսինչ մարդը բռնվել է, այսինչ բան հարցերով կարող է մյուսները բան չանեն։ Ես ես հայոց քարտլոսիկում 4 թելերով, բաներով փակեց, որովհետեւ գազաններով միջին ուղիղ գնում են, ասում այ մարդ, ենել աղջիկ տաղեր քեները, էդել ասեմ։ Ասում է ինչ եղավ որ հոփար ջան։ Տարի պատասխանը ինչ եղավ։ 16-17 տարեկան աղջիկներ են, դպրոցական աղջիկներ։ Ասի աղջիկ ջան, սա գազոնն է։ Ահա պլիտաները սիրուն այդ բաները շարած է, այս ճանապարհով գնաց, անպայման պետք է ասենք ուղիղ բանով կապեցի թելերով։ Երկրորդ օրը եկա տեսնի թելը կադրել են, էլի նույն դարությունն է բանն է, բայց հիմա ես մի շաբաթ է կապել եմ ռեզինով բանով եմ արդեն կապել, երևի չեն կարողացել կադրել բան, մնացել է քիչ արդեն սովորեցի։ Սեմուշկան են ուտում լսնում, կողքին արգը դարձած են հաստարանների։ Չի այդ դերցունին այնտեղ քացի սեմուշկի կալետը։ Անպայման պետք է քացի հենց որտեղի տաղը հենց բաներով էլի, ու չես է կարնա ինչ-որ բան կասես հարակյատով են պատասխանում բան։ Մի քիչ չեմ սիրում ես։ Դե կայնից խելքը դեր խելքներին տաց դոնե գնամ անվիս իրանց դիապազոնին, իրանց հասկացողություն։ Այս կանն ինչ ասեմ։ Վերջը պետք է մի քիչ կանք բանի։ Եսա կարուն է սկսվեց, ունը հալված է, կեղդ է, բան է, դես է դենը, մի քիչ մենք էլ պետք է ամեն ինչը, մերիային կամ բանին չեն բանանել, մենք էլ պետք է կուլտուրա ունենանք, չէ մի քիչ։ Իշկան կարանք մի մարդով պայքարենք, ես մեր այդ լրի վերևից ներքև բոլոր մեկին ասել են, զգուշացրել են, ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, միք, մեր երեխեքն են այդտեղ, ստե կուլտուրայի տունն է, այնտեղ բան, սա երեխեքն են գալ, սա խոլերայի բուն կդարձնենք, չի կարելի, տեսնենք, վերջը կարող է հարցնենք արդյունքին, եդել չգիտեմ, տեսնենք, մինչև 77 տարից կլարանա մայիսի 20-ին, մինչև այդ օր որոշել են, որ ես պետք է հասնեմ այդ արդյունքին, որ չայը մաքրվելու է։ Կեղդոտված միջավայրը կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների պատճառ։ Աղբի կուտակումները, փոշին և աղտոտված ջուրը նպաստում են վարակների տարածմանը և վնասում մարդկանց առողջությունը, հատկապես երեխաների և տարեցների համար դա կարող է ունենալ լուրջ հետևանքներ։ Քաղաքի մաքրման աշխատանքները միշտ է մեր աշխատի մաքրենք, բայց քանի որ քանի ձունը գետնի վրա է եւ հնարավոր չէ ավրել, չեն ավրել, բայց այդտեղ շաբի մեջ ինչ որ թափրտած բաներ կա, լարի վերցնեմ մաքրեմ տանինգը, բայց ամենակարևորը երբ արդեն եղանակարգավորված ձայները վերացան, այն ժամանակ արդեն միանգամից թափով կաշեմ մաքրել։
Յուրաքանչյուրիս փոքր քայլը կարող է մեծ փոփոխություն բերել, աղբը ճիշտ վայրում նետելը, շրջակա միջավայրը պահպանելը և մաքրությանը հետևելը մեր ապագայի հանդեպ պատասխանատվության դրսևորում է։ Միայն միասին կարող ենք ունենալ մաքուր, առողջ և գեղեցիկ միջավայր, որտեղ ապրելը հաճելի կլինի բոլորի համար։